Գագիկ Մերզաբան համայնքի բնակիչ, ծնվել մեծացել է Մերզաբան համայնքում, հիմա ապրում է Մերզաբանում։ Այսօրվա միջոցառման մասին կպատմեք։ Այսօրվա միջոցառման համար կասեի, որ նախատեսված է տրամադրություն կա, որ տոնական տրամադրություն սկսենք այս համերգից, մինչև դա եղել է մեր հուշարձան ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան են կառուցել, դրա հետ մեկտեղ մտածեցինք, որ այս այգին բարեկարգենք, հասցնենք այն աստիճանի, որ կարողանանք այսպես միջոցառումներ կազմակերպենք մեր համայնքի համար։ Իսկ առաջի անգամ է նման միջոցառում Նման բան չի եղել, հիմա այս առաջի անգամ է, ուզում ենք սա դառնա շարունակական, որ վաղը միսօրը մեր թորների մարեն լավնի։ Մենք չենք տեսել, մեր երեխեքը պետք է տենան, թող սրանից հետո մեր թորներն են տեսնել նման բան, որ մեկը մյուսից աշտենալով սովորը, որ հասկանա, որ նման բան անելը լավ բան է, կհաստատված, որ շարունակական լինի, ու ես խոստանում եմ, որ առիթներ նորից կկրկնվի այս նույն տարածքում։ Այսօր ինչ միջոցառում է, ինչ է սպասում գյուղի բնակիչներին։ Գյուղի բնակիչների ճիշտ ասած համախմբման մի ձև է, որ ամուրելնելու համար պետք է նման միջոցառումներ ստեղծենք, անենք, որ համախմբենք մեկս մի մարդում բոլորս միասին։ Նոր տարվա հետ կապված առիթը բաց թողելով ես ուզում եմ սրտանցնավոր Մերզաբան համայնքի բոլոր բնակիչների նոր տարին, գալիք նոր տարին սուրբ ծնունդը, ցանկանում եմ բոլորի օջախներում հաջողություններ, սրտանց ցանկանում եմ մեծից փոքրի նոր տարի շնորհալի, Աստված ամեն մեկին երազանք ունի, թող կատարվի 16 թվականին։ Մենք տեսնում ենք, որ համերգը ուղեկցում է մութ հերոսների մասնակցությամբ համայնքի երեխաների համար, էլ ինչ անակնկալներ են սպասում։ Մութ հերոսները Ձմեռ պապին իրենց տվերներով, նրանց հետո հրավառություն կլինի։ Միջոցառումը շարունակում է, միասին հեսա բոլորս իրարից կտեսնենք ինչ կլինի։ Պարոն Ախտարյան, իսկ գյուղի բնակիչների տրամադրվածությունը, հետաքրքրվածությունը Ճիշտ ասած առաջի անգամ ոգևորված են, հենա դուք ձեր աշխով եք տենում, ասենք գյուղի բնակիչների տրամադրությունները, ոնց է։ Ամեն մեկի թորնիկի հետ, երեխայի հետ եկել է, որ ասենք հասկանալով, որ ճիշտ է Կաղոյև քաղաքում չեն, մեր գյուղում են, բայց այս նույն տրամադրությամբ կգնան, ինչ-որ մի հիշողություն այդ երեխեքի մեջ կմնա։ Իսկ ընդհանրապես ամանորը ինչպես են նշում գյուղում։ Ամանորը, որ առաջի տարին նման միջոցառում կա, հեսա բոլորս միասին կտեսնենք ոնց է, իսկ մնացած են, ոնց որ մնացած տեղերը թե իրանցումով գնում է, նոր բան չկա, իսկ հիմի, որ նորությունը մենք մտցրել ենք, որ նման միջոցառումներ լինի, նոր տարին թող ասենք նման հնարավորություն տա բոլորին, ամեն մեկ իր հնարավորություն չափով ինչ-որ մի համայնքում անը, հիմի մենք մտածել ենք, մտքով անցել է, որ նման բան անենք, հիմա տրամադրված մտել ենք, սպասում ենք, որ տոնական տրամադրություն շարունակի։ Շնորհակալություն։